պես է։ Դա կարող է թվալ մի 6 նահանգներում, որտեղ միգրացիան սարսափելի մեծ է, սակայն միջին նահանգներում, երբ որ գնում ես, որը հիմնական Ամերիկան է, հա, այնտեղ լրիվ ուրիշ է, այնտեղ ազգային մի հիմքի վրա շատ բան է կառուցված եւ ամերիկյան մշակույթը մի քանի 100 տարվա մեջ ինքը իրան կայացած որոշակի ուրեմն համակարգ է։ Դա նկատի ունեք արևելյան ափը։ Ինչու միջինն էլ կա, մենակ արևելյան կամ արևմտյան ափերի մասին չի խոսքը, եթե Ֆլորիդան վերցնենք միգրացիոն է, Կալիֆորնիան վերցնենք միգրացիոն նահանգներ է, այդպես մի 6 հատ նահանգներ կան, որտեղ միգրացիան շատ է եւ այնտեղ կարծես այդ սպիտակները ճնշող մեծամասնություն չեն։ Հա։ Իսկ միջին նահանգներում Ալաբամա է, Օրեգոն է, Իլինոյս է եւ այլ այս նահանգներում իսկական Ամերիկան կարող եք տեսնել, նրանք լրիվ ուրիշ մտածողություն է, լրիվ ուրիշ հոգեվիճակ, մշակույթ, փոխհարաբերություն եւ իրանք են իրանց երկրի տերը իրանց զգում, էլի ոչ թե հանրակացարանային համակարգ ինչ-որ այդ մյուս նահանգներում։ Հիմա դա աճելով դարձավ կարծես արդեն կապիտալի 20-րդ դարի վերջում եւ 21-րդ դարում արդեն տեղ ունեցավ բանկային կապիտալիզմի արտահոսք եւ համաշխարհային ազդեցությունների գերակայություն եւ կայսրապետություն որպես այդպիսին։ Միացյալ Նահանգներում քանի որ այդ էմիգրանտ ազգերը իրենց հողի վրա չեն ապրում, հա, այնտեղ այդ կայսրապետությունը ներսից պայթացնելու խնդիր իբր չկա, բայց իրականում կա։ Այսօր օրինակի համար Միացյալ Նահանգների մի շարք նահանգներում, հատկապես հարավային նահանգներում, որտեղ Մեքսիկները մեծամասնությունը ահռելի մեծ քանակ գոյություն ունի, ինչպես նաև սևերը բան, սրանց հակասությունները կա, ներքին են, գիտեք ինչի նման է, մեկը մյուսի հետ կապ չունեցող կամ շատ թեթև, վերին առաջի երկրորդ շերտում շփումներ են, բայց իրականում նրանք իրաց առանձին կյանքով են ապրում, հայերը իրանց առանձին, ընդ Little Tokyo-ն առանձին, Little China-ն առանձին, սենց մի հատ բան է։ Եվ այս հակասությունները կենցաղային մակարդակով շատ քիչ է, բայց վերջի հաշվով այդ ամեն ինչը կա։ Ստեղ ամերիկյան կոսմոպոլիտիզմը